Շնորհակալ եմ Տիկին Գալյան կարևոր նախագծի համար։ Ասեմ, որ ես ինքս ունեմ մի քանի դատական գործեր, բազմաթիվ լրատվական կայքեր, սկսած 19 թվականից սրբարտող եւ կեղծ լուրեր էին հրապարակում մեր թիմի եւ հաճախ իմ մասին, եւ ունեմ դատաքննություններ, որոնք 2019 թվականից ընթանում են, որոնցով պահանջում եմ, որպեսզի վերականգնվի իմ պատվին եւ արժանապատվության հասցված վնասը ու դատական գործերից բազմաթիվ մեծամասնությունը դեռևս չեն ավարտվել, նրանք էլ որոնք ավարտվել են 5 տարի տևել են նոր են ավարտվել, փաստացի այլևս դրա մասին խոսելը ժամանակավրեպ է։ Ես հաղթել եմ դատարանում, բայց 5 տարի հետո որ ասեմ, գիտեք ինչ 5 տարի առաջ ինձ վիրավորել են ու զրպարտել են, ես դատարանը ապացուցեց, որ ճիշտ է, դա դառնում է ժամանակավրեպ ու ուշացած արդարությունը արդարադատություն չի։ Այս իմաստով հիմա եւս մեկ անգամ ֆիքս ենք, այս բոլոր վարույթները կքննվեն եւ կավարտվեն առավելագույնը 1 տարի ժամկետում ըստ նախագծի։ Ոչ, ավելի կարճ ժամկետում, եթե խոսքը ձեր կողմից նշված գործերի մասին է, ես այս պահին զեկուցում եի քրեական դատավարության պրոցեսների հետ կապված ժամկետների նախատեսման մասին, իսկ ձեր կողմից բարձրացած խնդիրը, եթե վերաբերում է զրպարտությանը կամ վիրավորանքին, այլ դաշտում է, քաղաքացիական դատավարության դաշտում է եւ արդեն իսկ նախագիծը ընդունվել է եւ եթե չեմ սխալվում, նույնիսկ ստորագրվել է նախագահի կողմից, ըստ որի դատաքննության ժամկետ սահմանվում է 6 ամիսը։ Ավելին, անցումային դրույթներով տրվում է 6 ամիս ժամկետ, որպեսզի քննվող գործերը ավարտին հասցվեն։ Այնտեղ էլ կա վարույթը երկարացնելու հնարավորություն, այսինքն ժամկետը երկարացնելու հնարավորություն, ոչ ավել քան 1 անգամ եւ ոչ ավել քան 4 ամսով, եւ պետք է նշեմ, որ երկարացման որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Այլակերպ, եթե այդպես չլինի, դատավորը հավակնում է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Ուստի ձեր հարցին հստակ պատասխանելով ասեմ, որ ապագայում, շատ մոտ ապագայում մեր երկրում բոլոր գործերի քննության հիմնական ժամկետ կամ ողջամիտ ժամկետ կարող եմ ասել, որ լինելու է 1 տարին։ Արձագանք չունեք, շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, Տիկին Գալյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։